Վարդևանյան։ Շնորհակալ եմ, պարոն Ֆարմանյան, նախ ես բոլոր դեպքերում կբացահայտեմ, որ կանխատեսելիորեն իհարկե ես կողմ էի քվեարկել ձեր թեկնածությանը եւ կարծում եմ ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է սահմանափակված լինեն սահմանադրության 105-րդ հոդվածով, ըստ որի խմբակցությունները նպաստում են ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը, ոչ թե յուրաքանչյուր խմբակցության սուբյեկտիվ քաղաքական կամքի, այլ ընդհանուր քաղաքական կամքի։ Այնպես է ստացվել, որ ընտրության արդյունքներով ուժեղ Հայաստան խմբակցությանը վերապահվել է թվով 3 մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության ապահովման սահմանադրական առաքելություն եւ փաստացի քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը ոչ միայն չնպաստեց, այլ միջամտեց քաղաքական կամքի ձևավորմանը, ինչը ինքնին հակասահմանադրական է, բայց ավելի կարևոր է ընդգծել, որ ժողովրդավարական չէ։ Ինչևէ, վստահ եմ ելույթով դեռ այս հարցին անդրադարձ կկատարենք, սահմանադրական դատարանի որոշումը կվերլուծենք եւ կարծում եմ բավականին կարևոր շեշտադրումներ կներկայացնենք։ Ձեզ կոնկրետ հարցադրումս ներկայացնեմ, կարծում եմ նաեւ մեր հայրենակիցներին հետաքրքիր կլինի դրա բացահայտումը։ Ի վերջո, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավահարաբերության սուբյեկտ, ստանձնել է վարկային պարտավորություն։ Կան վարկատուներ։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Ֆարմանյան, որ վարկատուները նաև իրենք յուրովի պահանջներ են կարողանում դնել պայմանագրային մյուս կողմին։ Պայմանականորեն, եթե օրինակ քաղաքացիական պայմանագիրը իսկապես եւս ունենար ցանկություն 0 հարկ փոքր բիզնեսին նախատեսելու, եթե վարկատուները նշվածը թույլ չեն տալիս կամ այնպիսի պահանջներ են դրել, որ թույլ չեն տալիս, արդյոք դա հնարավոր է թե ոչ։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդևանյան, պատասխանը հստակ է, եթե վարկատուները այնպիսի իրավիճակում հայտնվենք, որ վարկատուները թույլ չտան, դա խնդիր է, դա աներքելի փաստ է, հնարավոր չի լինի, բայց ամեն դեպքում այս պահի վիճակով մենք խոսում ենք տենդենսների մասին, այսինքն միտումների մասին ենք մենք խոսում պետական պարտքի հետ կապված, թե ինչքան ճեղքված կունի պետական բյուջեն, ինչքանով է թանկացել պետական պարտքը, մենք խոսում ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում, դրանց կրկնում եմ կայուն կառավարելիության խնդրի մասին եւ օր առաջ կանգնեցնելու այդ process-ը, բացասական process-ը, բայց երբ որ գա այն պահը, անշրջելի պահը, երբ որ ձեր ասած միջազգային վարկային կազմակերպությունները կարողանան միջամտել, իհարկե դա խնդիր է։ Ցանկացած հարկային օրենսդրության հետ կապված փոփոխություն համաձայնեցվում է միջազգային վարկային կազմակերպությունների հետ։ Դա միշտ այդպես է եղել եւ նորից եմ կրկնում, մենք ահազանգում ենք գալիք վտանգների մասին, որտեղ տեսնում ենք, թե ինչ տենդենսներ կան մեր տնտեսության մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ֆարմանյան, այսինքն առնվազն արձանագրենք, որ նաև միջազգային վարկային պարտավորությունների տեսանկյունից կրկին առանցքային նշանակություն է ստանում նաև որոշակի իմաստով դրանց պայմանավորվածությունները, հնարավոր բանակցությունները իշահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Հիմա այստեղից եւս մեկ հարց է առաջանում, հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք վերջին 2-3 տարվա ընթացքում տեղի ունեցան, կար նաև կարծիք, որ դրանք հենց բխում էին վարկատուների պահանջներից։ Այսինքն վարկատուները գնահատելով Հայաստանի Հանրապետության տնտեսական միջնաժամկետ կամ երկարաժամկետ որոշակի ռիսկեր, ասում են, որ նման պահանջներ էին դրել։ Հիմա ձեզ դրանց որ տարբերակն է ավելի հավանականը։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ շատ տրամաբանական եւ ճիշտ հարց եք բարձրացնում, պարոն Վարդևանյան։ Ուղղակի այս պահին այդ մասին չէի մտածում, ճիշտ ասած, բայց շատ ճիշտ տեղին հարց եք բարձրացնում։ Այո, սովորաբար հարկային օրենսդրության մեջ ի վնաս հարկատուների փոփոխությունները շատ հաճախ հենց տեղի են ունենում միջազգային վարկային կազմակերպությունների պահանջներով։ Եվ այս առումով, քանի դեռ մենք անշրջելի կետին չենք մոտեցել, մենք նաև կրկնում եմ 0% հարկով, գուցե այս պահին այնպիսի տպավորություն է, որ
ինչպես պետք է այդ ճեղքը փակենք, այդ 2.7% ինչպես պետք է փակենք, բայց երկարաժամկետ կտրվածքով մենք ավելի մեծ օգուտ ենք տալու պետական բյուջեին, որովհետև կրկնում եմ, սրանով լուծվում է սոցիալական խնդիր առաջին հերթին։ Եվ էֆեկտը, դրական էֆեկտը շատ ավելի մեծ է լինելու, քան այդ 2.7%-ը, որովհետև նոր բացվող ընկերությունների տեսանկյունից, նախկինում փակված ընկերությունների վերաբացման տեսանկյունից եկամտային հարկ է գեներացվում եւ շրջանառության մեջ մնացած գումարը, կրկնում եմ, 40%-ով միևնույնը հետ է վերադառնում։ Այսինքն մենք այն մյուս 60%-ի հետ կապված խնդիր ունենք, որը խնդիր չի, ըստ էության։ Շնորհակալություն։ Լևոն Քոչարյան։ Պարոն Ֆարմանյան, երբ որ դուք տեխնացու եք ու քննարկումներն էր գնում ձեր ընտրելու հետ կապված, այսպես